Այսօր ապրիլյան քարորյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ։ Արցախը ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի միջև։ Առավել թեժ մարտեր են ընթացել Արցախ-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարևելյան ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 3-ին ժամը 6:00-ից սկսած առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցներ եւ զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են Սմերչ համազարգային կրակ ռեակտիվ համակարգ, այնուհետև հաստատվել է հրադադար։ Դադարեցվել են ռազմական գործողությունները։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերած կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։ Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, տալով 1 զոհ, հետ են շպրտվել։ Ապրիլի 8-ին համաձայն նախորդ ձեռք բերված պայմանավորվածության հայկական եւ ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ եւ կորցրել է մոտ 800 հեկտար տարածք։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Այսօր մարզային ու Գյումրու համայնքային իշխանության ներկայացուցիչները մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի եւ Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ այցելել են Շիրակ գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն։ Հարգանքի, երախտագիտության տուրք մատուցել ապրիլյան քարորյային Արցախյան պատերազմներում հայրենիքի համար զոհված շիրակցի հերոսների հիշատակին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ։ Ողջունելով հյուրին փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան եւ կարեւորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում ԵԱՏՄ եւ Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց եւ գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը։ Երկուստեք կարևորվել է նաեւ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը եւ դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը։ Անցկացվեց Վիետնամ-Հայաստան կլոր սեղան քննարկում։ Խորհրդային տարիներին, ինչպես նաև Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի եւ Վիետնամի միջև գործակցության հարուստ փորձ է ձևավորվել։ Կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, իսկ վերջին տարիներին երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է առևտրաշրջանառությունը։ Բացման խոսքով հանդես գալով հայտարարեց ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Բավականին մեծ պոտենցիալ կա, որը կարելի է օգտագործել, հատկապես Հայաստանից ալկոհոլի, թարմերքերի, տարբեր այլ տեսակի արտադրանքների, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում ապրանքաշրջանառության եւ ծառայությունների արտահանման եւ ներմուծման տեմպերի զարգացումը։ Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար նաև կրթական, գիտական միջավայրերում եղել են փոխգործակցություն։
Ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ ջերմ վերաբերմունքը կարող է լավ հիմք ծառայել նաև տնտեսական կապերի զարգացման համար, կարծիք հայտնեց Արշակյանը։ Այս բարձրաստիճան այցը հիմք կծառայի նոր խթանք հաղորդի Հայաստանի եւ Վիետնամի միջև թե տնտեսական, թե կրթամշակութային եւ թե քաղաքական կապերի զարգացմանը։ Բոլորովին վերջերս նաեւ ազգային ժողովի նախագահի Հայաստանի ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վիետնամ եւ համոզմունք ունեմ, որ այս փոխայցերը շարունակական բնույթ կկրեն բարձր մակարդակի եւ կծառայեն մեր երկրների եւ ժողովուրդների միջև բնականon զարգացմանը։ Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, գործարար շրջանակների համագործակցությունը եւ նոր նախաձեռնությունների իրականացումը։ Մեր երկրների տնտեսությունները շատ նմանություններ ունեն եւ փոխադարձ աջակցում են միմյանց։ Թեև երկու երկրների համագործակցությունը վերջին ժամանակներում ուշագրավ արդյունքների է հասել, սակայն ինչպես նշեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը, դեռևս մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործել։ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Վիետնամի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները եւ հայ ու վիետնամցի գործարարները քննարկեցին տնտեսական տարբեր ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Վիետնամը ԵԱՏՄ-ի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը կարող է նպաստել Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության ու ներդրումների ավելացմանը, վստահ է էկոնոմիկայի փոխնախարարը։ Իրական մեր վիետնամցի գործընկերները հետաքրքրված են ավելի լայն սպեկտրով մեր արտադրանքի, ինչպես սննդի արդյունաբերություն, մետալուրգիա, նրանք հետաքրքրված են նաև խմիչքների արդյունաբերությամբ, հետաքրքրված են նաև туриզմով, IT ոլորտով, այսինքն նրանց հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է, սպեկտրն լայն է եւ դա հիմք է տալիս մտածելու, որ կարող ենք տարբեր ոլորտներով բավականին լավ համագործակցություն ձեռք բերել նրանց հետ եւ ունենանք բավականին լավ ցուցանիշներ։ Տասնյակ վիետնամցի գործարարներ են Հայաստանում, որոնց այցը քննարկումներով չի ավարտվի։ Այստեղ գտնվելու 3 օրերի ընթացքում նրանք կծանոթանան նաև գործարար միջավայրին, կուսումնասիրեն ներդրումների հնարավորությունները։ Լինելու են աջակցություններ մեր բիզնես գործընկերներին, նրանց ցուցադրելու ենք նաև որոշ ոլորտներում Հայաստանի պոտենցիալը, Հայաստանի եղած կարողությունները եւ փորձելու ենք անպայման այս հանդիպումները բերել արդյունավետության դաշտ եւ փորձելու ենք հնարավորինս արդյունավետ միջավայր ստեղծել փոխադարձ համագործակցության, նաև պայմանագրերի կնքման համար, ներկայացնել են նաև տարբեր ոլորտներում իրանց շահագրգռվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու համար։ Ըստ փոխնախարարի գոյություն ունեցող ներուժը պետք է օգտագործվի ներդրումների եւ արտահանման ցուցանիշները բարելավելու համար։ 100 միլիոնանոց շուկա ունեցող Վիետնամի հետ համագործակցությունը ըստ փոխնախարարի կարևոր է տնտեսության բոլոր ոլորտների համար։ Թեհրանը Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը գուցե շահագրգռված չէ 2015 թվականի միջուկային համաձայնագրով, բայց այն ընդգրկում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է։ Իրանցի դիվանագետը շեշտել է այդ փաստաթղթից Միացյալ Նահանգներն էլ է օգուտ քաղել, նույնիսկ չլինելով համաձայնագրի մաս։ Արաղչին կրկնել է Իրանը ոչ մի դեպքում չի ձգտելու միջուկային զենք արտադրել կամ ստանալ։ Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից եւս մեկ անգամ շեշտել են, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը մեկնաբանել է Մոսկվան։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, ռուսական կողմը տեղին չի համարում Թեհրանի հասցեին Վաշինգտոնի հնչեցրած սպառնալիքները եւ դատապարտում է այդ մարտավարությունը։ Ռյաբկովը նշել է նաեւ, որ Մոսկվան պատրաստ է օգնություն առաջարկել Միացյալ Նահանգներին եւ Իրանին միջուկային ծրագրի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նրա խոսքով Իրանի միջուկային ենթակառուցվածքին ամերիկյան հարվածների հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Վաշինգտոնն ակտիվորեն շփվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Քերոլին Լևիտի խոսքով Դոնալդ Թրամփն անձամբ է ներգրավված բոլոր գործընթացներին։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների նախագահը դժգոհ է Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններից։ Լևիտը սակայն չի հստակեցրել ինչի մասին է խոսքը։ Սպիտակ տան խոսնակը կրկնել է, Թրամփը ցանկանում է հասնել հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի։ Չնայած Վաշինգտոնի միջնորդական ջանքերին եւ կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Կիևից եւ Մոսկվայից հնչող
հայտարարություններին, հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային եւ Խարկովին, վնասվել են արդյունաբերական օբյեկտներ, բնակելի շենքեր, հրդեհ բռնկվել կամ տուժածներ։ Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային Տագանդրոգը թիրախավորելու համար։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը եւ անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, համաձայնագրի շրջանակում երբեք չի դիտարկվել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցը։ Զելենսկին տեղեկացրել է, որ կողմերն այժմ աշխատում են գործարքի նախագծի ուղղությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Թրամփը կուժեղացնի հակառուսական պատժամիջոցները եւ կստիպի Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևը գրեթե ամեն օր տեղեկություն է փոխանցում Միացյալ Նահանգներին Ռուսաստանի կողմից էներգետիկ մորատորիումը խախտելու դեպքերի մասին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն էլ Կիևին էր մեղադրել էներգետիկ հրադադարը խախտելու համար։ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տեղեկություն է փոխանցել ամերիկացի գործընկերներին Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին։ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, վերջին պաշտոնական տվյալով տուժել է 4639 մարդ, կա 373 անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 28-ին Մյանմարում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան երկրներում, այդ թվում Թայլանդում։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունը մարտի 31-ից ապրիլի 6-ը համազգային սուգ է հայտարարել։ Տիկին Մարինեին առաջին անգամ տեսել եմ Ավասայլակով։ Ռուսաստանից Սայլակով, Քայլակով մտավ զինվորի տուն, իր ոտքով դուրս գրվեց այստեղից։ Օժանդակ միջոցներն այլևս պետք չեն, միայն թե մի թեթև հենման կետ ունենա։ Արդյունքը մկավոր խադինոկը դրեր եմ գրախ, խադինկով չեմ քայլում, ձեռնափայտով եմ քայլում։ Օգուտ է դա, որ արդեն կոնում եմ քայլեմ։ Շոտ գոյեմ, շոտ շնորհակալ եմ Բժիշկակոպից, Մարինա Սուրենովնայից, Հայկից, շոտ հոգատար են Իվանների հետ։ 60-ամյա տիկին Մարինեն 5 տարի առաջ Ռուսաստանում ողնաշարի վիրահատություն էր տարել։ Դրանից հետո քայլել չի կարողացել։ Հենց քայլակով փորձել է, ընկել է, ոտքը կոտրել, կրկնակի բարդություններ են առաջացել։ Օպերացիա օրեցին, շիշա դրած հետո գիպս դրեցին։ Գիպս դրեցին, ոտս էլ չէր աշխատում, լրիվ փայտացել էր։ Որդին նորից թաքուն զինվորի տուն էր զանգահարել, հերթագրվել, տիկին Մարինեին բերել Հայաստան։ Հիմա նպատակը որն է։ Ես ուզում եմ քայլելու ընթացքում ոտքերը մի փոքր իրարից հեռու դնեք։ Աչը դեպի աչ, ձախը մի փոքր դեպի ձախ։ Ահա, շատ լավ է։ Որպեսզի համ հավասարակշռության հետ կապված խնդիր չունենաք, համ քայլքը ավելի հանգիստ լինի։ Ունեինք ստորին վերջույթների թուլություն, պարեզ, ունեինք կողմքի օրգանների ֆունկցիայի խանգարում։ Պացիենտը մեզ մոտ եկել էր անվասայլակով, շատ դժվարությամբ կարողանում էր ոտքի կանգնել, շատ դժվարությամբ քայլեր կատարել։ Մեր համալիր վերականգնողական աշխատանքների արդյունքում, բուժումների արդյունքում ունեցանք այն, որ կարողացավ արդեն ինքնուրույն մեկ ձեռնափայտի օգնությամբ քայլել, ազատ ինքնուրույն կարողանար քայլել, ծավալները, շարժները ավելացան, մկանային ուժը ավելացավ։ Աստիճաններ բարձրանալ, իջնել, նստել, վեր կենալ, այս բոլորը տիկին Մարինեի համար մեծ խնդիր կամ անհնար երևույթներ էին։ Խադնոկով քայլքը շատ դանդաղ էր, ցեցինք աշխատել ոտքի ուժի հավասարակշռության վրա։ Ունենք նաև ծնկան ծալման հետ խնդիր, անկյունը ծնկան ծալման 40 աստիճան էր ճիշտ ասած, այսօրվա դրությամբ արդեն 82 ենք հասել, դե նորմայով գոնե 90 աստիճանը պետք է ունենանք, որպեսզի կարողանանք թե աստիճաններից օգտվել, թե աթոռի վրա նստել վեր կենալուց ոտքը առաջ չմնա։ Հիմա արդեն օգտվում ենք։ Զինվորի տանը մեկ ամսվա բուժումները բավականին դրական ու լավ արդյունք էր կարճ ժամանակում։ Ներկա պահին քայլում ենք 4 կետանի ձեռնափայտով, դա էլ ուզում ենք մոտ ապագայում սարքենք 1 կետանի ձեռնափայտ։
Բուժարուի գոհ ժպիտը, սպասված արդյունքը, այստեղից ձեռքբերումով հեռանալը։ Սա այն է, ինչի համար ամիսներ, երբեմն տարիներ շարունակ աշխատում են զինվորի տան բժշկական եւ վարչական անձնակազմերը։ Բուժարուն հաճախ չի էլ պատկերացնում, թե իր մեջքի ետևում ինչ մեծ թիմ է աշխատում, որպեսզի ամեն ինչ այնքան իդեալական ստացվի, որքան ինքը տեսնում է վերջնարդյունքում։ Գեղարքունիքի մարզի 3-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտները սեպտեմբերի 1-ից նաև բնապահպանական կրթություն կստանան։ Մանկավարժներն արդեն սկսել են նյութի ուսումնասիրությունը։ Սևանա լճի պահպանության հարթակի նախաձեռնությամբ երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամը մշակել է կրթական ձեռնարկ, որը փորձաքննել է կզնակ հիմնադրամը հաստատել շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է կիրառման։ Շատ կարևոր մի նախաձեռնություն էր, որտեղ բնապահպանական կրթություն, որը հատկապես շեշտադրում է Սևանա լճի պահպանությունը, մենք չունենք։ Օգտագործում ենք որոշ գործիքներ, որսի նաև վարկագծային փոփոխություններ ունի, որտեղ իրազեկվածությունը առաջի խնդիրն է, բայց դա պետք է ավարտին հասցնել վարկագծի եւ վերաբերմունքի փոփոխության արդյունքում։ Ընդհանուր 16 ժամ է, այսինքն մի կիսամյակ է նախատեսված եւ այսօր այստեղ մենք 15 դպրոցներից վերապատրաստում ենք ուսուցիչներին։ Ձեռնարկը նպատակ ունի երեխաներին սովորեցնելու առհասարակ պահպանելու բնությունը եւ հատկապես Սևանա լիճը։ Դասերը այնպես են մշակված, որպեսզի երեխաները նաեւ աշխատեն իրենց ծնողների հետ։ Վերապատրաստվող մանկավարժները ծանոթանում են ձեռնարկի կառուցվածքին, բովանդակությանը, խմբային աշխատանքների ու դերախաղերի միջոցով փորձում նյութի մատուցման առավել հետաքրքիր եւ արդյունավետ մեթոդներ գտնել։ Թեմաներն ուսումնասիրում են աշակերտների տեսանկյունից, բարձրացնում հարցեր, որոնք կարող են տալ հենց աշակերտները, քննարկում հնարավոր պատասխանները։ Ձեռնարկը բավականին հետաքրքիր է, իր մեջ ներառված են ոչ միայն տեսական նյութը, այլ նաև ինտերակտիվ խաղերը, որոնք բավականին հետաքրքիր են դարձնելու դասաժամը։ Կուզենամ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, ինչ չէ նաև մանկապարտեզներում այս ուսուցումը լինի, որովհետև Սևանա լիճը ոչ միայն Գեղարքունիքի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության հարստությունն է։ Կրթական նախաձեռնության հեղինակները հաշվի առնելով մանկավարժների դիտարկումները նպատակ ունեն լրամշակել Սևանա լճի պահպանություն թեմայով ձեռնարկը եւ ներդնել նաեւ հանրապետության մյուս դպրոցներում։ Հրաձգության սիրահարներին այս անգամ համախմբեց առաջնությունը։ Մրցաշարը կապանում երկրորդ անգամ է անցկացվում։ 14 տարեկանից բարձր աղջիկներն ու տղաները փորձեցին ուժերը նաև այս մարզաձևում։ Շատ ուժեղ մասնակիցներ կան, անգամ իմ ծանոթները, որոնք որ ես գիտեմ լավ են կրակում ինձանից, բայց ինձ թվում է ես էլ կհաղթեմ, ես էլ վատ չեմ կրակում։ Կարևորը շատ ուզելն է։ Փոքր ժամանակ մի անգամ որոշել էի գնամ մի հատ փորձեմ կրակեմ, հետո այդ ժամանակ մի հատ փորձեցի, դուրս եկավ էլ դարձավ հոբբիս դա։ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող առաջնությանն այս տարի ավելի քան 100 հոգի է մասնակցում, նախորդ տարի 75-ներ։ Ոլորտի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Երկու փուլով ենք մրցումները կազմակերպում, նախնական կրակահերթեր եւ եզրափակիչ կրակահերթեր։ Եզրափակիչ փուլ իրավունք են վաստակում դուրս գալու այն մասնակիցները, ովքեր առաջի ությակում տեղ կզբաղեցնեն եւ լավագույն 8 մարզիկները կվիճարկեն հաջորդ փուլի մրցանակային տեղերի համար պայքարը։ Ավելի քան 100 մասնակիցների մեջ քիչ չէին նաև աղջիկները։ Նրանք համեստորեն խոստովանում են, երբեմն գերազանցում են հակառակ սեռին։ Զարմանում են, քանի որ հաճախ չեն աղջիկները այդպիսի սպորտաձևերում լավ լինում, բայց դե կրակում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ առաջ խաղացում առաջընթաց կա, մեր դուրը գալիս է մի տարի է ընդամենը ինչ զբաղվում եմ, սկսել եմ սիրել նրանից, որ մասնակցել եմ ՆԶՊ-ի օլիմպիադայի, այդպես տեղեր են գրավել եւ դրանից էլ սիրում եմ կրակելը, իմ համար հետաքրքիր է։ Արշամ Սարգսյանը խոսելով մարզաձևի կարևորությունից նշում է, կրակել պետք է սովորեն բոլորը անկախ սեռից։ Մենք ապրում ենք այդպիսի մի ստրատեգիական գոտում, որ մեր ցանկացած հենց աշակերտներից պետք է սկսվի այս ամենը, ցանկացած ոք պետք է կարողանա զենք բռնի,
շատ չափից դուրս կարևորում եմ այս հանգամանքը եւ ուրախալի է այն փաստը, որ ներ են գրաված մեր մրցումներին մի շարք տասնյակ աշակերտներ։ Հաղթողի անունը պարզ կլինի ապրիլի 3-ին։ Մրցանակային առաջին եռյակը զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխան կարգի մեդալներ, պատվոգրեր եւ դրամական պարգևներ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ, կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք։ Այսպես, օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների եւ մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ ու մանրամեծածախ առևտրով զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում եւ պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են լայնածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-ից 24 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Արդյունքում չեն հաշվարկվել եւ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկեր։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025 թվականի հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր եւ փաստաթղթեր։ Նախաքննությունը եւ հետաքննությունը շարունակվում են։ Դեպքի ամբողջական հանգամանքները հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ ենթադրել հանցագործության պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ ՊԵԿ տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում, կեղծ տվյալներ ներառելու եւ իրացված շրջանառությունները թերհայտարարելու արատավոր երևույթից։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում արտացոլված եկամուտների եւ ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ։ Եթե Ամերիկայում բնակվող բարեկամը ձեզնից գումար է խնդրում, միշտ ապեք ուղարկել։ Հավանականությունը մեծ է, որ դուք կիբերհանցագործի թիրախում եք։ Երկու տղամարդ տարբեր մարդկանցից այս մեթոդով մոտ 10 միլիոն դրամ են հափշտակել։ Facebook-ում ստեղծել են կեղծ էջեր, օգտագործելով հիմնականում Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց նկարները, գրել են նրանց ընկերներին եւ բարեկամներին։ Տուժող անձինք չցանկացան տեսանկարը հանվել։ Նրանցից մեկը համաձայնեց հեռախոսով պատմել դեպքի մասին։ Facebook-ով ինձ իմ անկերուհին իր ոնց որ նոր էջից գրեց, որ իր հին էջը բլոկ են արել, սա իր նոր էջն է։ Սկզբից ինչ որ շփվում էր իմ հետ, ոնց եք բան, հետո գրեց, որ ինչ որ Ամերիկայից, դենք Ամերիկայում ասում, Ամերիկայից չեմ կարողանում Հայաստանում ուզում եմ առաքում անեմ, նվեր իմ ինչ որ բարեկամներին, որ խնդրեմ կանես, ես էլ քո քարտին փոխանցեմ գումարը, ասացի հա կանեմ, խնդիր չկա։ Ընկերուհի ներկայացածը սկզբում 20,000 դրամ է խնդրել, այնուհետև 25,000։ Գումարները ստանալուց հետո երրորդ անգամ արդեն 30,000 դրամի համար է դիմել։ Ու արդեն այդ պահին ես ոնց որ աչքերս բացեցի, հասկացա, որ ինչա կատարվում, բայց դա արդեն ուշ էր։ Քննիչը նշում է, գումար հափշտակելու եղանակները տարբեր են։ Եղել են դեպքեր, որ տրամադրվել են էլեկտրոնային վճարային համակարգերի կամ բանկային քարտերի տվյալներ եւ տուժողը վստահ լինելով, որ իր ընկերոջն է գումարը ուղարկել է այդ հաշիվներին։ Եղել են դեպքեր, որ տուժողը չի կարողացել փոխանցում անի, տրամադրել է իր քարտային տվյալները, գցել են որոշակի ռեսուրսները, արդեն
հանցավորի կողմից է կատարվել փոխանցումները տարբեր քարտերի կամ հաշիվների։ Տղամարդիկ կատարել են փողերի լվացում, հափշտակած գումարը օրինականացնելու համար։ Տեղաբաշխել են, փոփոխել են, վերափոխել են գումարները տարբեր հաշիվների մեջ, օգտագործել են նաև կրիպտոակտիվների հաշիվներ, որպեսզի դրանց հետագծելիությունը վերացնեն, ձևափոխեն ստացված դրամական միջոցները եւ վերջում ձևակերպեն որպես օրինական ստացված օրինական ձևավորված գումարներ, չունենալով դրա համար պատշաճ ծագման աղբյուր, այսինքն վարույթի ընթացքում հաստատվել է, որ այդ գումարների ծագման աղբյուրը եղել են հանցավոր։ 686,000 դրամը վերականգնվել է, գումարը սակայն տուժողները դեռ չեն ստացել, քանի որ դատաքննությունը դեռ չի ավարտվել եւ մեղավորությունը չի հաստատվել։ Երկու մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականությունը անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակման ուղղված աշխատանքներին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Եվրոպոլի համագործակցության խորացմանը, ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության հետ փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու Եվրոպական միության անդամ եւ հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի եւ կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներ գործոնյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը, անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Համայնքային ոստիկանության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է եւ Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տոս տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային ատրճանակ, տարբեր դրամաչափի 124 փամփուշտ։ Դրական արդյունք են գրանցել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է գազային ատրճանակի, ակոսափող հրացանների, տարբեր դրամաչափի 300 փամփուշտի, սվին դանակի, պայթուցիկների կամավոր հանձնման դեպք։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ էլ արձանագրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ հանձնելու դեպք։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղաշեն գյուղի բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան եւ ռազմամթերք, իսկ Աստղաձոր գյուղի մի բնակիչ ռազմամթերք։ Ողորկափող հրացան, փամփուշտներ եւ պայթուցիչով նռնակ հանձնելու դեպք է գրանցվել նաեւ համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Կրկին հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Հիշեցնենք, նման դեպքերում անձնազատվում է քրեական պատասխանատվությունից։